Սոպ։ Արեդեր։ Ուրա, տոդի ուղարկասնվերները հասել են տեղ։ Չեմ ապերում երբ ենք բացելու։ Հլա ստոպ։ Հոդուք չատաշեք նստեք տեղներդ, ես ձեր նվերները կբաժանեմ։ Չեմ հավատում։ Փաստորեն տատին իմ ուզած հեռախոսը առել ուղարկել, հա? Այո, դզեց։ Նախ էսի տատը չի ուղարկել, ես եմ առել, երկրորդն էլ իմ համար եմ առել։ Բայց ես տատից հեռախոս էի ուզել։ Արա ես էլ ձմեր պապիկից 7 տարեկանում ավտո եմ ուզել։ Ոնց տենում ես միջև մա դիվան եմ քշում։ Հա, հերթդ կհաստի գնա։ О, перчатки, только Tyson всех милее. Если քեզ մերիկս։ Ոյու, դզեց։ Հանգարց աղբենից սրանով չբոքսես։ Ինչի պապ։ Արա դե սրանով չի ցավ, առանց սրանց կբոքսես։ Լոճմակ։ Շարունակում ենք։ Օլե, անիմաս բան վեկալ։ Ինչի անիմաս պապ։ Արա դե որ իմաստով ելներ, հիմա Ալաշկերտն ու Գանձասարը Չեմպիոնների լիգայում կխաղային, հա։ Այսօր քոնովեր արի վեկալ։ Հայելիա։ Հայելի։ Հայելի։ Չեմ հասկանում, ինչի է տատին միշտին սենց հիմար նվերներ ուղարկում։ Ախր ես հեռախոս էի ուզել, ինչ հայելի։ Արա, տղա ջան, ի՞նչն է հիմար նվեր։ Համը չես լսել, որ ասում են երեխան ընտանիքի հայելին է, չեն ասում երեխան ընտանիքի հեռախոսն է։ Համել ոնց որ ասում են հայելի, գնա նվերդ վայելի։ Լավ, արա, սո, սովորվեք ձեր սենյակներով։ Ես էլ իմ նվերը պետք է վայելեմ։ Արա, լավա լակոտը չջոգեց, որ իմ ու իր նվերները տեղերով փոխել եմ։ Ապագայի հայելի։ Եթե ուզում ես տեսնել ապագան, ասա կախարդական խոսքերը։ Հայելի, ցույց տուր էլի։ Հայելի, ցույց տուր էլի։ Չհասկացա։ Էս ինչ կապ դու կա։ Ռավ, բավաս իրար հետ բոքս կպնենք։ Չէ, հավես չունեմ, գնաս տեղից։ Լավ էլի, գոնե մա ձերքը պորսի խփեմ։ Ասեցի չէ։ Դե լավ էլի, խնդրում եմ։ Լավ, արագացրու խփի գնա։ Գլուխը ջարդելու եմ մհերիկ։ Փաստորեն հայելին ճիշտ էր։ Հայելի, ցույց տուր էլի։ Չհասկացա, հիմա էլ մյուս աչքս։ Ռավ, գնաս իրար հետ ֆուտբոլ խաղանք։ Չէ, գնա սենյակիցս։ Լավ, գոնե արի, ես ճիրկներ անեմ դու նայի։ Չէ, Սուրո, դժվար ես հասկանում, ասում եմ գնա սենյակիցս։ Լավ։ Դե զզվցիկ էլի։ Հայելի, ցույց տուր էլի։ Դզեց, ոչ մի վնասվածք չունեմ։ Ատամներս ուր են։ Ապորը դուրը բաց արա։ Չեմ բացելու, որ բացեմ պապան բերանս ջարդելու ատամներս թափվի։ Արա դուրը բաց։ Չեմ բացելու։ Արա բացումը տենամ խիախպերներիտ է չես խաղում, արա։ Չեմ բացելու։ Վայ ես քո։ Գնաց։ Փաստորեն ես անգամ հայելին սխալվեց։ Ջան։ Ոտոնի, Բրավո։ Ես ոտոմները դուրա։ Արա դե ասում եմ այդքան քաղցր մի կերեք, արա։ Բոլորիս համար հայտնի է Մամբայի մոտադոր երգը։
բայց նաև հայտնի է, որ մկա գրականության փոխարեն մենք ֆիզկուլտը կենենք։ Հա բայց ինչի համար ընկեր Ելինյան։ Որովհետև շուտով իտա 6 ամսից մեզ մոտ ֆիզկուլտուրայի նորմատիվներն են։ Այն նորմատիվ ընկեր Ելինյան գնանք ֆուտբոլ խաղանք էլի։ Ֆուտբոլը խաղում են Իսպանիայում, Հայաստանում պրոստը նայում են։ Նայած որ ընցանք մեր պարամունքին։ Վարժություն խմոր առաջին, ռեպերը։ Ոտերն մեզ շու բացում ենք, ձեռներն գալում առաջը, գացինք։ Մենք, 2, 3, 4, գադիակ նորմալ արա։ Վարժություն խմոր երկրորդ։ Ներվայնացած ակլորն։ Ձեռքերն գալում է կոտկոտեղին, ոտերն իտա բացվում է, բոլորը միասին կացինք, մենք, 2, 3։ Ինչ եք պերաններդ բաց է։ Ընկեր Ելինյան, մի հատ խելքին մոտիկ վարժություն չկա անենք։ Լեսոյ թոզո կորտոլ։ Հենց իսկի նավիգատորան ուղղություն ցույց չի տալի։ Դու վավես որ ընձի ուղղություն ես ցույց տալի։ Ի։ Խրտնած ձի։ Այսինքն խաճարտ վարժությունն կոչվում է խրտնած ձին։ Ընդունում ենք ձիուկի պոզան ու սկսում ենք մեր Մեր պելերվեք մկակիկվա։ Բարև ձեզ ընկեր Ելինյան։ Ոյ ցավտոնեմ ձեզն որնա։ Դու իմ հետ կորստույով խոսած մենք խոմ ուրիշ մոր չենք։ Ճիշտն ասած մի խնդրանքով եմ եկել։ Մերոպեմ, դու ինձի կորս հրամայես։ Ուղղակի դասանից դրան փականն է կոտրվել, տնտեսվարն էլ այսօր դպրոցում չի, որ ձեզ խնդրեմ կվերանորոգեք, եթե իհարկե կարող եք։ Ոյ քու ցավտոնեմ, ես դրա վարպետն եմ։ Իրոք։ Ու ասմա իրոք, մեր տորացաշրջանում իշքան զամոք կար ես էի փակում բացում, ընձի բոլորը զամոք գագո էին ասում։ Լավ, դե ես գնացի։ Մեկ հատ անեկդոտ պատմեմ նոր գնա։ Տենես ինչի է Սիրունյանը եկել։ Չգիտեմ ինչի է եկել, բայց որ Ելինյանը ուրախ է այդ փաստա։ Ինչի պիտի ուրախ չլինի, որ ես մի տարի անգածա Սիրունյանի հետևից, հասիվ մի անգամ իր ոտքով եկել է։ Մի հատ հետաքրքիր բան անցավ մտքովս։ Ինչ։ Սա զանգտակ ասեմ։ Ուրեմն Ստեվան բռնում է գերմանացուն խոին։ Այդ անեկդոտը արդեն պատմել եք ընկեր Ելինյան։ Գնացի։ Մերոպե։ Մենոք խնդրում եմ ընձի Ելինյան միոսո։ Բա ինչ ասեմ։ Ընձի կորս ասես օրինակ մատադար։ Տեսություն, ուշանում եմ հաջողություն։ Ոկա։ Մատա։ Խորքելի չատ GPT։ Ինչպես ռեմոնտոնել դասարանի տրան զամոկն։ Էհեն։ Խնդրում եմ գրեք փոքոնի տեսոկն։ Գա ես ինչ իմանամ զամոկն ինչ տեսոկի է։ Ես ինչ սմսեա։ Ուզում եմ իմ ու քո համար ռոմանտիկ ընթրիք կազմակերպես երկու դասամիջոցի ֆիզկուլտի դահլիճում։ Կարևոր պայման դու պետք է լինես փակ աչքերով։ Սիրունյան։ Վայ քորա։ Պաստորեն, Սիրունյանը խեստրո համար երեք է, թե չից զամոք պրոստոմ չցովասի, մկոտես ես քու խոմար ինչ ռոմանտիկ ընտրիք եմ կազմակերպում կյա։ Պատկերացնում ես, հիմա Ելինյանը մոմերը վառել է, աչքերը կապել է ու սպասում է Սիրունյանին։ Քո կարծիքով համարձակությունը կա հերիքի դպրոցում ռոմանտիկ ընթրիք կազմակերպի։ 1000 աչքա։ Ապեր, դու Ելինյանին նոր ես ճանաչում։ Հենի Սիրունյանի համար ամեն ինչի պատրաստ է։ Չնայած կարելի է ստուգել։ Ու ոնց։ Շատ հեշտ, հարի ասեմ։ Սրանից հետո չլնեմ չիմանամ բուֆետից բացի ինչ որ տեղից էլի օգտվել ես։ Ում համար եմ այդքան ուտելիքները բերում։ Դե վազիր դասարան։ Պարոն տնօրեն, ընկեր Ելինյանը ձեզ կանչում է ֆիզկուլտուրայի դահլիճ։ Ինչ որ լուրջ բան ա եղել։ Չգիտեմ, բայց դե որ կանչում է հաստատ բան ա եղել էլի։ Լավ։ Այ հիմա Ելինյանի համար ավելի հետաքրքիր կլինի։ Թե չէ մենակով ձանձրալի է։ Արա դու հասկանում ես ամեն ինչի ինչ հետևանքներ կարող ունենա։ Հասկանում եմ։ Դրա համար քիլ արագ գնանք դասարան։ Ոչ տեսել ենք, ոչ լսել ենք։ Եկավ։ Արի, Սիրունես։
Բարի տեսք ու խոմոր ինչ թադարուք եմ տեսե։ Հեկոր, ես կինոյ որ դու կիկոս։ Դու կինաս, որ ես գիշերներում պորկում եմ քնելու, քումոսին եմ մտածում։ Ձեռդ ուրա, ձեռդ դու։ Դու յուբկով, կաբլուկներ, թոնք պոմադո, ես էլ սպորտիվկով, ձեռս փող չկա, մի խոսքով ես քո մոտադորն եմ, արի մի խոտ պաչեմ։ Բարոն տնորեն, ես են ճիշտ ու ես մտածում ես քու ծովը տոնեմ ես քու խոմոր չի, ես ընկեր սիրունյոնի խոմորա։ Այդ ծովը տոնեմ մեր խատ խպիր խոսքը ծակի երկնորդն են չի ես խպում։ Ես երկրորդն էլ խփում եմ նրա համար, որ Սիրունյանին ես եմ ուզում։ Այս գնա Սիրունյանի կանչի առողջը։ Երազում ես դառնալ դերասան, ուրեմն քո ընտրությունը մեկն է։ Trio Studio-ն, որը հիմնադրվել է 2012 թվականին Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի կողմից, արդեն երկար տարիներ կրթում եւ պատրաստում է պրոֆեսիոնալ դերասանների։ Մեր մեծ ընտանիքի կազմում են հազարավոր սաներ, ովքեր ոչ միայն ստացել են որակյալ կրթություն, այլև մասնակցել են տասնյակ մեծ համերգների։ Ելույթ են ունեցել Հայաստանի ամենամեծ բեմերում, սիրված եւ ճանաչված դերասանների եւ երգիչ-երգչուհիների կողքին։ Դու վեսայ ցողոլ։ Ես կծորն եմ։ Նկարահանվել են մեր ստուդիայի ստեղծած հեռուստանախագծերում, ինչպիսիք են Popcorn հումորային սկեթչ շոու, Emoji մանկապատանեկան սկեթչ շոու, 8-ից 1-ը Blue Microphone, Mashup by Trio Studio, երաժշտական նախագծերում։ Դեպի ճամբար սիթքոմում, որն ունեցել է 4 եթերաշրջան եւ ցուցադրվել Արմենիա հեռուստատեսությամբ։ Դեպի ճամբար հատուկ ջոկատ գեղարվեստական ֆիլմում, որն ունեցել է 100 հազարավոր հանդիսականներ։ Մեր սաները փայլել են նաև ամենահիթային հեռուստանախագծերում, ինչպիսիք են Full House, Surprise, Fake Mama, Fake Papa, ինչպես նաև մասնակցել են մի շարք այլ հեռուստանախագծերում եւ ֆիլմերում։ Մեր սաները փայլել են նաև հումորի լիգայում, ուրախների հնարամիտների ակումբում, որտեղ գրանցել են հաղթանակներ։ Եթե ուզում ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ, սովորել, ելույթ ունենալ եւ նկարահանվել հեռուստանախագծերում, զանգահարիր 093 834 835 կամ այցելիր Պարույր Սևակ 47։ Չհասկացա այ տղա, դու զանգի ձայնը չես լսել։ Լսել եմ ինքեր Պողոսյան։ Դե որ լսել ես, ուրեմն վեր կաց ու մարշ դասարան։ Ինքեր Պողոսյան, խնդրում եմ էլի, դու գնացեք ես մեկնել արագ ուտեմ ու գամ։ Չհասկացա, ես դու քեզ լրիվ ձեռք ես առել։ Վեր կաց ու մարշ դասարան։ Ինքեր Պողոսյան, ձեռք չեմ առել։ 3 հատ պաղպաղակ եմ առել, 2-ը կերել եմ, մնացել է այս մեկը։ Շուտ ուտեմ ու գամ։ Մարշ դասարան, Միքայել։ Լավ, գոնե կարող եմ հետս վերցնել ճանապարհին ուտելով գամ։ Մի հատ դուրս տեղ, հա դա։ Դե հիմա ընկի առաջ։ Բարև ձեզ, իմ շատ սիրելի աշակերտներ։ Բարև ձեզ։ Ինչ
Ինչպես է, դպրոցի ամենաչքնաղ եւ ամենախելացի դասղեկի դասարանը։ Դե այդ արդեն ձեզանից է կախված Կեր Պողոսյան։ Ինչքան բարձր մեզ գնահատեք, այդքան բարձր կլինի մեր տրամադրությունը։ Այ երբ որ կգաք գրատախտակի մոտ, ոսկեղենիկ հայերենով ձեր դասը կպատասխանեք, այդ ժամանակ էլ ես ոսկուպես բարձր կուրսերով ձեզ կգնահատեմ։ Համ էլ շտապեմ ձեզ ուրախացնել, որ ձեր այսօրվա դասը փոքրինչ այլ բնույթ է կրելու։ Էնպես որ ոչ մեկը երկուս չեք ստանա։ Անհնար է, ընկեր Պողոսյան։ Դուք այս 7 տարի ա մեր դասղեկն եք, ու այս 7 տարվա ընթացքում ինձ որ չի եղել, որ դուք մեզ երկուս չնշանակեք։ Ճիշտ է ասում Սարգիսը։ Անկամ այս տարվա դասանի քեֆին բոլորիս երկու նշանակեցիք։ Ոյ, որովհետև 1000 հատ կենաց խմեցիք։ Մի հատ դասղեկի կենացն ինչ էր, որ չխմեցիք։ Հա բայց դուք ձեր կենացը արդեն 3 անգամ խմել եք, ընկեր Պողոսյան։ Լավ։ Ինչևէ, եկեք անցնենք դասին։ Ես ձեզ արդեն ասացի, որ ձեր այսօրվա դասը փոքրինչ ոչ սովորական է լինելու։ Էնպես որ ես ձեզ ուղղելու եմ հոգեբանական հարցեր, ըստ որի ես կհասկանամ ձեր սերն ու վերաբերմունքը ուսուցիչների նկատմամբ։ Վերջում էլ դուք կարող եք ուղղել ինձ հարցեր, որպեսզի հասկանաք ուսուցիչների վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Այսինքն պիտի խոստովանենք, թե որ դասատուին ինչքան ենք սիրում։ Կարելի է այդպես էլ ասել։ Հարց առաջին։ Ես եւ մեր աշխարհագրության ուսուցչուհի ընկեր Պետրոսյանը ընկել ենք գետը եւ խեղդվում ենք։ Ում կօգնեք առաջինը եւ ում կհանեիք ջրից։ Կեր Պողոսյան, եթե անկեղծ պատասխանեմ, հաստատ երկուս չեք նշանակի, չէ՞։ Իհարկե ոչ։ Ես արդեն ասացի, որ այսօր ոչ մեկը երկուս չեք ստանալու։ Դե եթե տենց է, ես կօգնեի ընկեր Պետրոսյանին։ Իսկ ինչու։ Դե որովհետև ընկեր Պետրոսյանը ավելի բարի է ու հոգատար։ Լավ։ Լիլիթ ջան, հիմա դու ասա։ Ում կօգնեիր։ Ինձ, թե աշխարհագրության ուսուցչուհի ընկեր Պետրոսյանին։ Դե ես էլ ընկեր Պետրոսյանին կօգնեի։ Իսկ ինչու ընկեր Պետրոսյանին, այլ ոչ թե ինձ։ Դե որովհետև երբ որ մենք ընկեր Պետրոսյանի դասերին պատրաստ չենք լինում, ինքը մեզ ներում է, իսկ դուք միանգամից երկուս եք նշանակում։ Լավ։ Իսկ հիմա թող ձեռք բարձրացնեն այն աշակերտները, ովքեր ինձ կօգնեին եւ դուրս կբերեին ջրից։ Ես ձեզ կօգնեի, ընկեր Պողոսյան։ Միքայել, ես հպարտանում եմ քեզնով։ Ապրես։ Չնայած որ բուֆետում մի քիչ զայրացա քո վրա, միևնույնն է, շատ շնորհակալ եմ քեզ։ Ընկեր Պողոսյան, բայց եք ուզում իմանալ, թե ինչու ձեզ դուրս կբերեի ջրից։ Իհարկե ուզում եմ, ասա տղաս։ Որպեսզի հետո ես իմ ձեռքերով ձեզ հրայի ու ետ գցեի ջուրը։ Դու երկուս ես ստանում։ Փակեք բերաններդ մի հատ։ Երկուս։ Ապրեք, ամեն ինչ շատ լավ է կայել, գեղեցիկ զարդարել եք ամբողջ դահլիճը, ես շատ հպարտ եմ ձեզանով, շատ սիրում եմ ձեզ սիրելիներս, պետք է այնպես անենք, որ ֆրանկոֆոնիան վերջապես գա մեր դպրոց ու մենք մի լավ պատվոգիր ստանանք, լավ։ Մենք պետք է վերականգնենք դպրոցական արդարությունը աշակերտների հանդեպ եւ շարունակենք սովորել մեր երազանքների դպրոցում։ Ուրա! 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 Մենք չենք թողնելու, որ դուք ուսուցիչներդ ոտնահարեք աշակերտների իրավունքները եւ զրկեք մեզ ազատ խոսքից։ Ազատ խոսքի իրավունք! Ինձ հիմա բոլորը ծրեք ու անցեք դասարաններով։ Չեք մտում անցնեմ բոլորս տուն։ Նոր Խնդրեմ պարոն տնօրեն։ Շնորհակալություն Զաքարյան։ Հիմա ասեք տեսնեմ թե ինչ է այստեղ կատարվում եւ ինչու դուք դասարաններում չեք։
Մենք պահանջում ենք, որ դուք կատարեք մեր կողմից առաջադրվող խնդիրները եւ լուծում տակ դրանց։ Հակառակ դեպքում չենք դադարեցնի մեր բողոքի ակցիան եւ կհայտարարենք դասադուլ։ Դասադուլ! 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 Ինչ խնդիրների մասին է խոսքը։ Խնդիրները շատ են, օրինակ մեր տնային հանձնարարությունների քանակը։ Մենք չենք հասցնում կատարել մեզ հանձնարարվածը։ Եվ այդ պատճառով մենք երկուսներ ենք ստանում։ Պահանջում ենք, որպեսզի տնային առաջադրանքների քանակը նվազեցնենք 80%-ով։ Դպրոց առանց տնային! Դպրոց առանց տնային! Դպրոց առանց տնային! Խնդիր համար 2 դուք ուսուցիչներդ ամեն դասի վերջում ասում եք, որ զանգ ուսուցչի համար է եւ առաջինն եք դուրս գալիս դասամիջոցի։ Եթե զանգ ուսուցչի համար է, ապա դասի զանգը հնչելուց ինչի առաջինը չեք գալիս դասարան։ Մենք պահանջում ենք, որ զանգը լինի ոչ թե ուսուցչի համար, այլ աշակերտի։ Զանգը աշակերտի համար է։ Զանգը աշակերտի համար է։ Զանգը աշակերտի համար է։ Չհասկացա։ Այս ինչ անհեթեթություն է։ Դպրոցում կան չգրված օրենքներ, որոնք չի կարելի խախտել։ Ներառյալ այն, որ զանգը ուսուցչի համար է։ Հեռացիր! 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 Խնդիր համար 3. Ինչու է մեր ֆիզկուլտի ուսուցիչը մեզանից պահանջում, որ ֆիզիկական նորմատիվների համար 20 հատ գետնի վրա ժիվան է, բայց դա նույնիսկ հիքավ չի կարողանում անել։ Մի րոպե, ով ասում չեմ կարող անել։ Ուղղակի խանգարող հանգամանքներ կան։ Խնդիր համար 4. Դուք ուսուցիչներդ ասում եք, որ դպրոցի մեր երկրորդ տունն է։ Եթե տենց է, ինչ եք մեր տան բուֆետում սնվելու համար գումար վճարում։ Անվճար սնունդ! Անվճար սնունդ! Անվճար սնունդ! Ձեր ներկայացրած խնդիրները անհեթեթություններ են ու ես չեմ կարող դրանց լուծում տալ։ Մեր խնդիրներն այսքանը չեն։ Եթե դուք չշարունակեք լսել մեզ ու լուծում տալ մեր խնդիրներին, ապա մենք կգնանք կտրուկ քայլերի եւ մեր բողոքի ակցիան կշարունակենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, նախարարության շենքի դիմաց։ Խնդիրների լուծում! Խնդիրների լուծում! Խնդիրների լուծում! Այսպես շարունակվել չի կարող։ Մենք պետք է լրացնենք սրանց։ Սա դպրոց է թե բոշ, ամեն ինչ խառնվել է իրար, եւ եթե մենք հենց հիմա սրանց չլրացնենք, ես կդառնամ ծաղրի առարկա։ Հասկանում եք, ձեր տնօրենը կդառնա ծաղրի առարկա։ Առաջարկներ։ Պարոն տնօրեն, ես առաջարկում եմ նրանց անվճար բուլկի բաժանել։ Զաքարյան, ինչ ես խոսում։ Անվճար բուլկի բաժանելով քեզ կլրացնենք, եթե դու միտինգ անես։ Իսկ սրանք չեն լրի, չես հասկանում, բուլկին դա ոչ մի բան է նրանց համար։ Պարոն տնօրեն, հավատացեք, դա աշխատող մեթոդ է։ Բուլկիները կբաժանենք, կուտեն, կկշտանան, կհանդարտվեն, ու եթե անգամ ակցիան չցրվի, նրանց ուտելու հաշվին մենք ժամանակ կշահենք ու կհասկանանք ինչ ենք անում։ Լավ, դե ինչ ասեմ, եկեք փորձենք։ Մի րոպե լռություն, երեխաներ, մենք բոլորս հարգում ենք ձեր իրավունքները։ Ասեմ ավելին, մենք որոշում ենք կայացրել, քանի որ դուք սոված եք, կարող ենք բաժանել ձեզ բուլկիներ, դուք կուտեք, կկշտանաք, կվերադառնաք ու մենք կփորձենք այս խնդիրներին լուծում տալ։ Լավ, պարոն տնօրեն, մենք համաձայն ենք։ Դե գնացեք մեր բուլկիները բերեք։ Բուլկի, 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 բուլկի։ Տղա ջան, վեր կաց գնա դասի, տղա ջան, վեր կաց։ Պարոն տնօրեն, չհասկացա։ Ինչ եք ստեղ կանգնել։ Արա գնացեք մեր բուլկիները բերեք։ Գժվել ես բուլկի։ Պաստորեն ես ամեն ինչի երազ էր։ Հա, երազ էր, գնացի դասի, արագացը։ Ես ինչտեղ ես գտել կդելու հիմարի մեկը դերա դասի ես հիմա։ Հիմա արստեղ ես եմ մենակ չնում։ M.O.G. Te amé
ամեն բան քեզ տվում է կախարդանք Չես հավատում քո աչքերին, դա կոչվում է զարմանք Եթե քո սիրտը բաբախում է շատ արագ Դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ Դու մի զսպիր էմոցիաները ծիծաղիր լիաթոք Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա Ուրեմն դու հուզվել ես նեղվելու կարիք չկա Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հառաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի, էմոջի Մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հառաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի Քո աչքը ուրիշ ունեցածքին է դու նախանձես Չգիտես քո գինը մոռացիր ենինը Չէ որ առաջինը ու կարևորը Որ ուրախ անցկացնես քո ամեն օրը Ու ինչքան էլ կողքից խանգարեն Ու ինչքան էլ քո վատ ուզեն Չընկճվես, չտխրես, չնեղվես Պետք է դու գիտակցես որ մնաս նույն բարին Չես հանդիպի չարին Դու լավ կանես լինես բարի ու կամեցող Որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով Դու միշտ հիշիր որ գլխավոր զգացմունքը սերն է Էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հառաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի 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 Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հառաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի Մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հառաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի